Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացն են քննարկել Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ անդրադարձ է կատարվել Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Էրդողանը ասել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։ Էրդողանի խոսքով Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար եւ միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մոսկվան դժգոհ է Վաշինգտոնի Երևանի հետ խորացող փոխգործակցությունից։ Ռուսները մեղմ ասած գոհ չեն Հայաստանում ամերիկյան ներգրավվածությունից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն։ Նա ասել է, որ կան փաստեր, որոնք վկայում են, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման պատճառով ռուսները կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները չի ստիպում Հայաստանին խզել բարեկամական կապերը այլ երկրների հետ։ Մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա, խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է, այն բացում է տնտեսական հնարավորություններ, նշել է Ռուբիոն։ Հայաստանն ինքնիշխան եւ անկախ երկիր է, նրա ժողովուրդն ազատ է ընտրելու իր ճանապարհը։ X-ի իր էջում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերի եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Նա նշել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում վերահաստատել է Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում։ Այժմ ուսումնասիրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող առաջարկության ավելացման ուղիները։ Նաև կարագացնենք աշխատանքը Հարավային Կովկասի հետ եւ նրա ներսում առևտրային եւ էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ, պահպանելով Հայաստանի տնտեսական կապերը նրա մերձավոր հարավների հետ։ Պետդումայի նախագահ Վիչեսլավ Վոլոդինը Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման պատճառով ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրների մասին խոսելիս հայտարարել է, որ տնտեսական կորուստներ կլինեն։ Նրա խոսքով Եվրոպական միությունը Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես ժամանակին խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ըստ Վոլոդինի ուկրաինական արտադրակին այդպես էլ թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական շուկաներ, քանի որ մրցունակ չէ այնտեղ։ Վոլոդինը նաև նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ ազնիվ բաց հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության օգտին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կառույցի լիիրավ անդամ, չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին։ Ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մասադիկովը։ Նիստի ժամանակ ըստ Մասադիկովի այս հարցը չի քննարկվել։ Նրա խոսքով սա քաղաքական հարց է եւ մինչ օրս ՀԱՊԿ-ը Հայաստանը համարում է կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանի կողմից այլ որոշում կամ պաշտոնական հաղորդում չի ստացվել, իսկ Հայաստանի կամ այլ պետությունների քաղաքական գործիչների կողմից նախընտրական կամ հետընտրական շրջանում կիրառվող հռետորաբանությունը կարող է տարբեր լինել, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Թուրքիայից հայտարարել են, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում աշխատանքներն ավարտվում են։ Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, թե նախագծի իրականացումը շարունակվում է եւ Թուրքիան արդեն սկսել է շինարարական աշխատանքները երկաթուղու իրեն բաժին ընկած հատվածում։ Նրա խոսքով նախագծի կարևոր եւ դեռևս ավարտված չլինող հղումը շարունակում է մնալ 41-ից 43 կիլոմետր երկարությամբ իր ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքի հատվածը, որն անցնում է Հայաստանի տարածքով, մնում է 41-ից 43 կիլոմետր երկարությամբ Զանգեզուրի անցումը, որը գտնվում է Հայաստանի տարածքում։ Ինչպես հայտնի է, այն որոշ դեպքերում կոչվում է Թրամփի երթուղի, ասել է Ուրալօղլուն եւ հավելել, թե իրենք սպասում են այնտեղ գործընթացի մեկնարկին Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան Հայաստանի իշխանությունների մասին։ Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման մասին Զախարովան ասել է, թե դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։ Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա, երբ բարի մտադրությունն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով։ Այսա նորմալ չէ։ Եթե դու ցանկանում ես հասնել G կետի B կետի միջով, դա նույնպես հնարավոր է։ Կոչվում է տարանցում, բայց դա ունի իր լոգիստիկան։ Երբ դու գրանցվում ես դեպի B կետ, դու թռչում ես այնտեղ իջնում, բոլորին հրաժեշտ տալիս, գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր, բայց այն արվել էր։ Ցանկանում ես փոխել ընտրությունդ, խնդրեմ, դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ։ Հայաստանից ներմուծվող գորիզավոր մրգերի եւ խաղողի սահմանափակումներից հետո Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներմուծման, ինչպես նաեւ այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետությունների տարանցման վրա։ Ըստ Ռոսելխոզնադզորի տվյալ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։
Անկախ Հայաստանի պատմության մեջ Թուրքիան այնքան մեծ հետաքրքրություն չի ունեցել եւ ակտիվ ներգրաված չի եղել Հայաստանի ներքաղաքական եւ նախընտրական փուլում, որքան հիմա։ Այդ երկիրը միշտ եղել է լուր դիտորդի դերում, հիմա արդեն ակտիվ խաղացող է դարձել։ Թուրքագետ հայ վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ Թուրքիայի հետաքրքրվածությունը Հայաստանի նախընտրական պրոցեսներին չի սահմանափակվելու միայն արտգործնախարար Հական Ֆիդանի կամ պաշտոնաթող դեսպաների հայտարարություններով։ Աջակցության այլ քայլեր էլ ըստ վերլուծաբանների կլինեն։ Դրանցից մեկը մի քանի օր առաջ ախալքալակ երկաթգծին հասանելիության մասին հայտարարություններ։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շեմին Կարսում հայ եւ թուրք գործարարների հանդիպումը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Եթե համադրենք Ռուսաստանի հետ, Հայաստանի ակնհայտ տնտեսական բնույթի խնդիրների հետ, կարող ենք համարել, որ անուղղակի մեսիջ է, որ Ռուսաստանի պատժամիջոցների խստացման պարագայում Թուրքիան կարող է դառնալ այլընտրանք եւ տրանսպորտային եւ առևտրական եւ այլն։ Սա դիվանագիտական լեզվով կարելի է բնութագրել որպես Թուրքիայի իշխանությունների բացահայտ աջակցություն Հայաստանի գործող իշխանություններին, ինչը նրանք չեն էլ թաքցնում։ Տնտեսությունն ու քաղաքականությունը միմյանց շահկապված են քաղաքական նպատակների համար Թուրքիան կարող է իրականացնել նաև ժամանակավոր տնտեսական ռևերանսներ եւ ահա խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ հայ գործարարների ու Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների մակարդակով հանդիպում պատմական Կարս քաղաքում թուրք պաշտոնյաները ցնծության մեջ են չէին էլ պատկերացնի որ 2026-ը իրենց համար կդառնար թուրքական դիվանագիտությունը հանուն իրենց շահերի Հայաստանի դեմ կիրառվող գործիք։ Հունվարի 1-ից պարզեցրել ենք պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների վիզայի ընթացակարգերը։ Անցած ապրիլին Կարսում անցկացրել ենք Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման համար ստեղծված համատեղ աշխատանքային խմբի նիստը եւ այցելել շինհրապարակներ։ Ստորագրել ենք մեր ընդհանուր ժառանգության մաս կազմող ԱՆԻ պատմական կամրջի վերականգնման համաձայնագրերը։ Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի շրջանակներում մեր երկրները քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման գործընթացը, որն անշուշտ նպաստելու է մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ըստ հայ թուրքագետ վերլուծաբանների թուրք գործարարների ակտիվությունը Հայաստանի հանդեպ ոչ թե ինքնաբուխ է, այլ թելադրված այդ երկրի իշխանությունների կողմից։ Թուրքիան կարող է իրեն շռայլություն թույլ տալ մի քանի ամիս կամ ինչ որ մի ժամանակահատված իր գործարարների միջոցով Հայաստանի հանդեպ տնտեսական ռևերանսներ անել։ Այն ըստ քաղաքագետների կարող է նախ հասարակության մեջ փոխել Թուրքիայի ստերեոտիպը եւ գործող իշխանություններին թույլ տալ հայտարարել, թե իրենք ճկուն դիվանագիտության շնորհիվ գտել են նոր առևտրային ուղիներ, շուկաներ։ Այդ ամենը սակայն ըստ վերլուծաբանների նման է թակարդում տեղաշարժին։ Հակառակում տեղաշարժի նահատակները շատ չեն, այնպես որ թուրքական տնտեսական աջակցությունը ունի զուտ ժամանակավոր մարտավարական բնույթ, որը սպասարկում է Թուրքիայի հստակ հակահայկական քաղաքական շահերին։ Ես չեմ բացառում մի քանի ամիս տնտեսական ռևերանսներ եւ այդ մի քանի տասնյակ միլիոն կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարների, այսպես ասած, խոստումները եւ այլն Թուրքիայի համար շատ փոքր եւ լուծելի խնդիր է Հայաստանի եւ տարածաշրջանի հանդեպ իր քաղաքական շահերը սպասարկելու համար։ Դա տնտեսություն չի, սա քաղաքականություն է։ Հետևելով քաղաքական պրագմատիզմի դրույթներին ուղղակի անտրամաբանական կլիներ, որ Թուրքիան չօգտվեր այն քաղաքական շանսից, կարելի է ասել քաղաքական ոսկե ձկնիկից, որն ի հայտ է եկել իր համար այս իրավիճակում։ Ըստ քաղաքագիտական համայնքի, սակայն Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում երևույթն անսովոր է, քանի որ Թուրքիան եղել եւ մնում է Հայաստանի համար թշնամական պետության, իսկ թշնամական պետության աջակցությունը մեր երկրին պարզապես չի կարող մեծ հարցականներ չառաջացնել։ Ոստիկանները Մրգաշատ գյուղում քաղաքացիներից մեկի հաղորդման հիման վրա կամրջի տակ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք զինամթերք, 2 կալաշնիկով ինքնաձիգ, 8 հրացան, 3 նռնակ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, սվինդանակ, 808 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Իսկ Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան ջրի կայանի հարակից տարածքում հայտնաբերել են կալաշնիկով ինքնաձիգ, որսորդական հրացան, 2 նռնակ պայթուցիչներով, պայթուցիկ սարք, փամփշտատուփ 30 փամփուշտով, ինչպես նաեւ տարբեր տեսակի զինամթերք։ Զվարթնոց օդանավակայանում մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 590,400 եվրո չհայտարարագրված կանխիկ գումար։ Դորտմունդ-Երևան չվերթի ուղեբեռների ռենտգեն զննության ժամանակ կանաչ ուղի ընթացակարգն ընտրած 2 ուղևորներ տեղափոխվել են Կարմիր ուղի գոտի լրացուցիչ ստուգման նպատակով։ Զննության արդյունքում Հայաստանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել է 578,050 եվրո, իսկ Նիդերլանդների թագավորության քաղաքացու ուղեբեռում
378.350 եվրո կանխիկ գումար, որոնք չեն հայտարարագրվել օրենքով սահմանված կարգով։ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները չափազանց բարդ են ընթանում, այս մասին հայտնել է պետքարտուղար Ռուբիոն։ Միջուկային բանակցությունները չափազանց բարդ են, կրում են ոչ դյուրին տեխնիկական բնույթ, ուստի դրանց ավարտը դեռ ժամանակ կպահանջի, ասել է Ռուբիոն լսումների ժամանակ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև դիվանագիտական բանակցությունները կրկին մտել են փակուղի, Քեշմ կղզու հարավում գտնվող կապի աշտարակին ամերիկյան զինուժի հասցրած հարվածից հետո Պարսից ծոցում վիճակը նորից սրվել է։ Ամերիկյան գործողությանն ի պատասխան Իրանը արձակել է 2 հրթիռ Քուվեյթի եւս 3 հրթիռ Բահրեյնի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ հրթիռների եւ ԱԹՍ-ների օգնությամբ հարված է հասցրել տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան բազաներին եւ ուղղաթիռներին։ Իրանը ծրագրում է ազգայնացնել Հորմուզի նեղուց, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին։ Ամերիկայի իշխանությունները բազմիցս պահանջել են Իրանից ազատ նավարկության համար բացել Հորմուզի նեղուցը, հրաժարվելով այդ ջրային ուղով անցնելու համար վճար գանձելուց։ Իրանը ձգտում է Օմանի հետ ստեղծել նեղուցի կառավարման մեխանիզմ նավերի անցման համար վճարի գանձմամբ։ Պատգամավորի հայտարարությունը վերաբերում է Իրանի պատմության կարևոր դրվագին 1951 թվականին նավթարդյունաբերության ազգայնացմանը։ Միացյալ Նահանգները դիտարկում է ՆԱՏՕ-ի շրջանակում եվրոպական երկրների տարածքում միջուկային զինանոցի տեղակայման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունը։ Ձեռնարկի նպատակը ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության նկատմամբ դաշնակիցների վստահության ամրապնդումն է։ Խոսքը երկակի նշանակության ինչպես սովորական, այնպես էլ միջուկային առաջադրանքների կատարմանն ու նա ավելի մեծ թվով ինքնաթիռների տեղակայման մասին է։ Ձեռնարկի հանդեպ ամենամեծ շահագրգռվածությունը հայտնում են Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող երկրները, առանձնապես Լեհաստանն ու Մերձ Բալթյան երկրները։ Կալիֆոռնիայում անհայտ անձը գրավել է բանկը եւ պատանդներ է պահում, կասկած կա, որ նա կարող է ռումբ ունենալ։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, միջնորդները բանակցություններ են վարում հանցագործի հետ։ Հայտնի է, որ 2 պատանդ արդեն ազատ է արձակվել։ Հունիսի 2-ին Դավիթ-բեկ փողոցում բախվել են 48-ամյա Տիգրանի BMW-ն եւ 33-ամյա Էդգարի Volkswagen-ը։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Հունիսի 2-ին Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան երկրորդ հարկից կրակ ու ծուխ է նկատվել։ Կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերը, հարևանները, այդ թվում ամուսիններ։ Հետո Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են կրակը։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն էլ հերթապահություն է իրականացրել, սակայն բարեբախտաբար նրանց կարիքը չի զգացվել։ Ըստ հարևանների հայտնածի բացառվում է, որ հրդեհը բռնկված լինի գազից, քանի որ բնակիչ տանտերերը բավականին աչալուրջ են եղել եւ գազը ասում են միացված չի եղել։ Ամեն դեպքում ժամանել են նաեւ Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ից եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։ Հունիսի 2-ին Աբովյան 41 շենքի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Հավաքվածների խոսքով տարածքում գտնվող 5 ուսանող հրաշքով է փրկվել։ Վնասվել է կայանված Մերսեդեսը։ Օպերատիվորեն ժամանել են համայնքային ոստիկաններն ու բարեկները, հետո Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀԱԿ-ի աշխատակիցները։ Շենքում ապրող մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի կանաչապատում կենտրոնի աշխատակիցները, ժողովրդին հայտնի Բեգոյան Արմենի հիմնարկի աշխատակիցները եկել են ու հենց այդ ծառն են ուզեցել հեռացնել, մի 2-3 հոգի ընդվզել են, մեղադրել են կանաչապատման աշխատակիցներին, ասելով, թե դուք առողջ ծառը ուզում եք վերացնել, քոքից կտրեք, ինչքան էլ կանաչապատման աշխատակիցները ասել են, որ այս ծառը պիտի հեռացվի տեղը տնկվի նորը, այդ ընդվզող քաղաքացիները անկոտրում են եղել, չեն թողել, որպեսզի կանաչապատման մասնագետները այդ ծառը հեռացնեն։
Աշտարակ խոշորացված համայնքի Հովհաննավան բնակավայրից դեպի Հովհաննավան տանող ճանապարհն է։ Այս կադրերը մի քանի օր առաջ էին արվել։ Իսկ սրանք հունիսի 2-ին արված կադրեր են։ Հրապարակումից ժամեր անց Արագածոտնի մարզպետի ու Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի գլխավորությամբ Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները չեն սպասել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին։ Աշխատանքներ են իրականացրել։ Աշտարակի քաղաքապետի հանձնարարականով ժամանակավոր լուծում են անում, հիմա հեռացնում են ճանապարհի երթևեկելի գոտուց, հեռացնում են քարը, ավազը, այդ բետոնե, այդ հատուկ, չգիտեմ ինչա, բետոնե այդ զանգվածները հեռացնում են, մինչև կանեն արդեն ջրագիծը ոռոգման ջրի խողովակները կանցկացնեն, նոր արդեն ասֆալտապատումը կանեն։ Ճանապարհն անմխիթար վիճակում էր, տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկներն էին դժգոհում, որ երթևեկելը դարձել է անհնար։ Ու քանի որ ոռոգման համար ջրախողովակ պետք է անցկացվի, աշխատանքները հետաձգվում էին, մինչդեռ մրցույթը շահած կազմակերպություն կա, ու մինչև նա գործի կանցնի հարցը մասամբ լուծել են, երթևեկության համար խոչընդոտները վերացվել են։